Ընդամենը 4 նիստ նոր խորհրդարանում եւ արդեն հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսին են լինելու առաջիկա տարիները։ Վեճ վիճաբանություն, վիրավորանքներ, հեգնական ելույթներ լի լսվեցին եւ այս քառօրյա պատմությունը ավարտվեց ահա թե ինչպես։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո ուշադիր եղեք, ես գիտեմ։ Ահա թե բանն ինչպես պատահեց։ Կարճ պատմում է ազգային ժողովի նորաթուղ նախագահը ըստ իր դիտարկման։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը նաև պարոն Կարապետյանի հորեղբայրն է, իշխող ուժի հասցեին օգտագործել է գյորմամիշ բառը։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես, գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք թող կառավարեն։ Որից հետո պարոն Չախոյանն է օգտագործել այն բառը, որը օգտագործվել է այդ թվում իր հասցեին։ Պատերազմի եռագլուխ կուսակցության հարգելի գյորմամիշներ։ Այդ որ անդադ խոսում եք խլելուց, ինչ վերաբերում է խլելուն, մենակ դուք եք խլել Հայաստանի Հանրապետությունից եւ հայ ժողովրդից։ Իսկ հիմա տեղի է ունենում հակառակ process-ը։ Ձեր գյորմամիշության արդյունքում խլածը հետ է վերադարձվում պետությանն ու ժողովրդին։ Որից հետո պարոն Կարապետյանը որոշել է, որ ինքը ինչ-որ падգամավորի կարող է վիրավորել հորդ բառը օգտագործելով։ Մի հատ մենք այստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրան թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սփտեչա։ Պարոն Կարապետյան, դա թույլատրելի չէ։ Եվ ես առաջին իմ ելույթում, երբ որ առաջարկում էի սահմանել բարեկրթության կանոն, սա մասին էի խոսում, որովհետև մենք ի վերջո պետք է հասկանանք։ Լավ, եթե ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները օգտագործում են ինչ-որ բառապաշար, անպայման չի ստեղ են նստած, ստեղից դուրս։ Ուրեմն դուք նորմալ եք համարում այդ բառապաշարը։ Ես ամեն դեպքում դա նորմալ չեմ համարում։ Ազգային ժողովի դահլիճում գտնվող ընդդիմադիր գործիչները իշխանական падգամավորներին վիրավորական բառեր չեն ասել։ Ուստի եւ Տարոն Չախոյանի այսպիսի հակադարձումը անտեղի են համարում։ Մենք բարեկրթության սահմաններում ենք, դիմանցանք 1, 2, լյուբանկա, չգիտեմ եւ այլն։ Մենք մերոնց տեսել եք դուք տեսախցիկներով, անգամ արձագանքների դեպքում իրար ենք մենք այսպես հորդորում, որ չարձագանքենք։ Իսկ բարեկրթության եւ խաղաղության կոչեր անող ազգային ժողովի նախագահը համենայն դեպս նաեւ սպառնում է փաստորեն։ Քաղաքական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերում։ Նորից կրկնում եմ, քաղաքական պատասխանությունը այս պայդրությամբ իրենց վրա է։ Յուրաքանչյուր սրման պատրաստ ենք, բայց մեղավորը իրենք են։ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Մի րոպե կլսեք։ Եթե շարունակեք ընդհատել, պարոն Չախոյանի ժամանակը նորից դառնալու է 10 րոպե։ Այսօր խնդրում եմ լռեք եւ լսեք։ Համեցեք պարոն Հիմա Չախոյան։ փորձենք հասկանալ ով է գյորմամիշը։ Նախագահողին այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը, նախագահողը թող որոշի ինչպիսի ազգային ժողովի ձևաչափ է իր համար հետաքրքիր։ Ի վերջո, եթե խոսքը հասնի հակադարձմանը, ապա ինչեր կարող են իրենք հակադարձել, հիշեցնում է Դավիթ Ղազինյանը։ Նույն տարբերակով իրենց առաջնորդի ասածները ես գամ ամբիոնից պրոյեկցիան եմ իրենց վրա բոլորին։ Կլինի։ Սա արդեն 4-րդ օրն է, ինչպես հասկացանք, բայց 3-րդ օրն արդեն քննարկումը դուրս էր եկել ազգային ժողովի դահլիճի տարածքից։ Մենք լսում ենք նոր պարլամենտի ինչ-որ տարատեսակ ելույթներ, չէ՞ իրար հարցնում են կինդ որտեղ է աշխատում, ոնց է ամուսինդ, ինչ ավտոով քշում, բան, բոլորը խոսում են իրար մասին, այդ նստած մարդիկ, հայ ժողովրդի մասին, որի խոսակցություն չկա, ու մեկ էլ հայտնվում է նման մի բան։ Դե գիտեք, չէ՞ որ լորին եւ տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վերացական թագավորության մաս։ Բայց դե գուցե ավելի լավ կլիներ, որ նրանք իրոք խոսեին միայն եւ բացառապես իրենց մասին։ Ասենք օրինակ չխոսեին Լոռիի եւ Տաշիրի մասին։ Այս Արման Եղոյանն է, քաղաքապայմանագրի падգամավոր։ Ասում եմ ինչի, որովհետեւ երբ որ գա Վրաստանից падգամավոր եւ ասի Տաշիրը իմ հայրենիքն է, որովհետեւ էս ինչ թվականի։ Ուրեմն մինչև այսօր Վրաստանից ոչ մի падգամավոր չի եկել ու նման բան չի ասել։ Ոչ ոք ռիսկ չի արել նման բան ասի։ Դուք պատկերացնում եք որևէ անկախ երկրի իշխող ուժի падգամավոր կանգնի իր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող
երկրի պատմական հենքը կասկածի տակ դնող նմանատիպ հայտարարություններ անի։ Դա դուր չի գալիս ծագումով լռեցի Էդմոն Մարուքյանին, թեև հավանաբար դուր չի գալիս նաև շատ այլ հայ մարդկանց։ Եվ էսեն էս մարդիկ։ Ասենք եթե ընդդիմադիր պատգամավորները ինչ որ բան ասեն, ասենք չգիտեմ, ասեն Արցախը մերն է ու իրանք դե բարձեն քննադատում են։ Ադանան հայկական հող ա եղել, ընդդիմադիր պատգամավորը։ Այդ իշխող ուժի պատգամավորը sense բան է խոսում։ Իշխող ուժի պատգամավորը sense բան է խոսում, Ժորժ ջան։ Պատասխանը հնչեց Արման Եղոյանի կողմից ոչ պակաս վիրավորական ձևակերպումներով։ Կանությունը հատուկ իր նման մեղմիկների համար հատուկ բացատրում են նույն ելույթի մեջ, հատուկ իր նման օպորտունիստների համար։ Խնդրեմ։ Իմ ասածը այդ չի է, որ դուք ստեղ հիմա գնաք ու տենց էլ հիմա կանեք, ասեք Եղոյանը եկավ ասում է բանը լորին վրացական է, բան ոչ, լորին հայկական է։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետության մեջ է։ Ոչ մեկ, ոչ մոնղոլները, ոչ արաբները, ոչ պարսիկները, ոչ վրացիները իրավունք չունեն երբևիցե գան։ Ասեն լորին մեր հայրենիքն է, որտեղ ժամանակից է մի, չգիտեմ, պարսկական զորագունդ է անցել, մի արաբական զորագունդ է անցել։ Էդմոն Մարուքյան, չափը ճանաչիր, այ քաղաքական լուզեր, կես տոկոս հավաքեցիր, էլի չխելվեցիր, ուզում ես ինձ անդրադառնալու հաշվին, կես տոկոսը սարքես ձեր ամբողջ 6%, դա քեզ չի հաջողվելու, քաղաքականապես ոտատակ կտամ, եթե եւս մեկ անգամ նման բան ես արել, իմ հասցեին, հասկացար։ Ինչով եմ ես ձախողակ, հակադարձում է Էդմոն Մարուքյանը եւ առաջարկում է իր մասին մաքուր վիճակում խոսել։ Մեր քաղաքական դաշտի ձախողակը, որ չեմ միացել ձեր սիրելի թալանչիներին, ասում եք թալանչիները, բան, այդ որտեղն ախպերություն եք անում։ Այդ թալանչիներին որ չեմ միացել, դրա համար եմ ձախողակ, հա, դրա համար եմ ձախողակ, որ դեմս դնելու բան չունեք։ Էլ ինչի համար եմ ձախողակ, որ չեմ համակերպվել ձեր հետ, ձեր ռեժիմի հետ չեմ համակերպվել, չեմ դառնում ձեր ռեժիմի մի մասը եւ ձեր հետ ապարքեավճարներ ստանամ, ասեմ լավա, նորմալ է, Արցախը մերը չէր, բանս բաներ հայտարարեմ ու այդ քունման հայտարարություններ անեմ, դրա համար եմ ձախողակ։ Ինչի համար եմ ձախողակ, մենք հասկանանք էլի։ Ինչով ես առաջ էլի ինձանից ասենք։ Կրթությամբ ես առաջ, աշխատանքային փորձով ես առաջ։ Որ ոլորտում ես դու քո կյանքի մեջ հաջողակ եղել, հա կարաս ասես։ Որ դու ձախողակ չես, ինձ ասես ձախողակ։ Ասենք ստվերի տակ պատգամավոր եք դառնա իմ ստացած ձայները քննարկում։ Դու կյանքիդ մեջ մի տարածքում առաջադրված կաս, մի մարդ քեզ ընտրած կա։ Լվացվի, անպայման լվացվի նորից արձագանքի, առանց լվացվելու իմանուն էլ չտաս։ Այն որ Արման Եղոյանն անպայման կարձագանքի կարելի է թերևս չկասկածել։ Սպասենք, լսենք, հասկանանք, ով է ի վերջո ձախողել այս խորհրդարանը եւ այս քաղաքական դաշտը։ Հատկապես մենք ինչ հարց ենք հիմա քննարկում, կարող եք ասել։ Շակե Ավոյան, հրապարակ։